Չեներգետիկի հսկայական շիշը։ Արդեն կռահում եք, թե ինչա լինելու։ Ձերքերը դրեք չեներգետիկի շշի վրա եւ ով վերջինը ձերքը հանե շշի վրայից, նա էլ կդառնա հաղթողը եւ կմեկնի Փարիզի Դիսնեյլենդ։ Մեր մասնակիցները չգիտեն, բայց ես շատ ու շատ բաներ եմ պատրաստել, որպեսզի շեղեմ եւ նույնիսկ վախեցնեմ իրենց։ Տեսնենք, թե ով է ամենամարտականը տրամադրված այսօր։ Հել խաղի։ Դու գործս անեմ ով։ Ստար, ինչ է կատարվում։ Դե դուրս եք խաղից։ Ով թող։ Բոլորի ձեռքերը չեներգետիկի շշի վրա, ա՞։ Մաղթում եմ հաջողություն։ Եղեք հնարավորինս զգոն, քանի որ ես ամեն կերպ փորձելու եմ ձեզ խանգարել, որ դուք շուտ լքեք խաղը։ Եղեք զգոն եւ ուշադիր։ Ոնց է տրամադրությունը։ Լավ։ Դու ոնց ես, Բուջուր։ Լավ եմ։ Ներքևում ոնց ենք։ Շատ լավ, բայց լարված։ Ով է ձեր մեջից ամենաշատը ուզում գնա Փարիզի Դիսնեյլենդ։ Ես որովհետև մորաքույրս ընդեղ է։ Կարոտել եմ իրան շատ։ Փարիզում է մորաքույրդ ապրում։ Էդա եթե հաղթես, համ կգնաս Փարիզի Դիսնեյլենդ, համ էլ մորաքրոջդ կտեսնես։ Օ, այնով է գալիս։ Ողջույն, բարև, ոնց ես։ Այսենց, բարև, մեզ հյուրն կարել է Իդրամ Ջունիորը, ես ու Իդրամ Ջունիորը ձեզ հարց ունենք։ Եթե ես ձեզ տայի ամեն մեկիդ 50,000 դրամ, ինչ կանեիք։ Կպահպանեի իմ Իդրամ Ջունիորի մեջ։ Խելացի ես, ուրիշ։ Մի հատ սիրուն հայլի եմ տեսեք գնայի դա կառնեի։ Օ։ Ապրեք, արդեն փաստորեն լավ գիտեք, թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել գումարը։ Ձեր գնումները ավելի կազմակերպված կարող եք կատարել Իդրամ Ջունիորի շնորհիվ։ Այնպես որ եղեք ավելի ժամանակակից, սկանավորեք էկրանի QR կոդը ներբեռնեք Իդրամ Ջունիոր հավելվածը եւ օգտվեք հավելվածից։ Շնորհակալություն։ Օրինակ ինչ եք մտածում, ձեզ ինչ է սպասվում։ Երևի կենթաններ ես բերելու ինչ որ Կենթանիներ։ Չգիտեմ։ Ինձ թվում է ես բաներ չես անի, որ մեզ վնաս կտաս։ Դու շատ բարի ես։ Վայ, ապրես դու։ Այո, ես շատ բարի եմ։ Ձեզ հաստատ վնաս չեմ պատճառելու, բայց համելն էս բաներ է լինելու, որ անպայման խաղից դուրս գաք։ Չէ։ Ինչու՞ չէ, բա պետք է դուրս գաք, չէ՞ խաղից։ Բա մինչև լուսաբաց ստեղ չենք լինելու։ Դուք լույս պատրաստեք մինչև լույսը բացվելը ստեղ կանգնել։ Օրոլո, եկավ խաշած բրոկոլի ուտելու ժամանակը։ Ֆու, որ երեխան մինչև վերջ չուտի, դուրս է մնում խաղից։ Երեխաներ, ով մինչև վերջ չկերավ, դուրս է մնում խաղից։ Այդ սաղ պետք է ուտել։ Այո։ Շան կարասի ուտեմ։ Պետք է բատը չի, բայց շատ զզվելի է։ Հələ խնդրում եմ այստեղում նայեք, վերևն է դրել, վերևից է ուտում։ Հա, ոնց է։ Ճիշտ ասած բրոկոլի տես չեմ փորձել, բայց Փարիզի համար լավն է։ Փարիզ գնալու համար երեխա ամեն ինչ կանեն։ Հիմա որ չուտենք դուրս են գալու։ Ողտես մեղ կաշկերով մի նայի ինձ։ Կլինի պրոստը օդ բերեք ու ես այսի չուտեմ։ Դուք նույնիսկ պատրաստեք օձ բերելու, ինչ ասա չուտեք։ Լուրջ։ Լավ երեխեք, ես բարի կգտնվեմ ձեր հանդեպ։ Իսկապես շատ դժվար կլիներ այսքան ուտելը։ Արդեն պետք է լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի երեխաները դուրս գան։ Ոչ մեկ թե չէ դուրս չի գալի։ Եկեք գնանք ցույց տամ ինչեր է սպասվում։ Բռնի։ Էնի ուզերով բռնեք։ Պետք է դուրս գաք, չէ՞ խաղից վերջը։ Բռնեք հələ։ Չեմ ուզում։ Ինչ անեմ։ Բռնեք։ Շուտ անեք ձեռները հələ։ Հələ անեք ձեռները։ Լավ, բայց ինչ անեմ ձեր հետ։ Դե տեսեք, հեսա ինչա կատարվելուս է։ Դե բռնվեք։ Ուրեմն կտորիտա գտնվում է իգուանա, աշխարհի ամենամեծ մողեսներից մեկը։ Ես երեխաներին զգուշացրել էի, որ հանեն ձեռքերը, նրանք ինձ չլսեցին դրա համար։ Իսկ կծում է։ Կծելը դե պետք է բնենց անենք, որ չկծի, հանգած չփախնի։ Այսպես քայլեք երեխաները չտենան։ Ես երեխաների փոխարեն արդեն սարսափում եմ։ Հելեք, հելավ ձեռդ, հելելա, դուրս։ Դե դուրս եք խաղից։ Սիրում ես։ Հա, ինչ լավն է։ Ի՞նչն է լավը հելեք։ Վախենալու չի։ Չէ, նա ինչ լավն է։ Բաց աշկե, թաթը վրետ է։ Վախեցել էիր։ Բավարդ ես քեզ ասում եմ, որ Կարոն դաժան է։ Տեսա՞ր ոնց քեզ վախացրեց։ Ասա, ոնց եղավ, բերեց սենց շատ մոտի։ Եթե հիմա դուրս չգաք, ավելի դաժան բաներ է ձեզ սպասվում։
Հել խաղից։ Ձեր կանեց եւս մեկ մասնակից։ Չէ, լացել չկա, արի։ Ես հեսա մտնում եմ Կարոյի վերջը տամ։ Ես քեզ զգուշացրել եմ երեխեքին իմ այլ սովա։ Ես կախացնում եմ, երկու հոգու հանիր արդեն խաղի։ Լավ եմ արում, եկա միշտ լույս տեղ մնանք։ Հերու գնա։ Չէ, թող։ Հելեք։ Հերու գնա։ Հելեք խաղից։ Մի խաղնվի, հովո։ Խանգարում է։ Լավ եմ անում։ Հով թող, թող։ Ինչ ես խանգարում։ Որ դու ես ինձ խանգարում, բռնի։ Մեր հսկայական մողեսի շնորհիվ մեր երկու մասնակիցները ցավոք դուրս եկան խաղից, բայց ապրեք, թխեք արմունկից, թխի։ Մյուս Դու չփոշման ես։ Չեմ փոշմանի։ Երեխեք ջան, չմտածեք։ Մինչև Կարոն մտածում է թե էլ ինչա ձեր գլխին բերելու, ես եկել եմ էլի ձեզ օգնեմ։ Մինչև լույս տեղ ենք մնալու, ինչ օգնել։ Մասաժա պետք երեխեքին։ Ինչ մասաժա, գիչ ես դու։ Հաբը ձերները արունը կանգնել է արդեն։ Մատ հերու գնամ։ Մասաժ։ Մասաժ։ Սուտար, ինչ է կատարվում։ Հով դու գիտակցում ես, որ հիմա երկին կոմֆորտ ես ապահովում, մինչև լուսադեմ 6-ից տեղ ենք լինելու։ Ընդհանրապես շետար։ Գնա ստից։ Գնա դու գործս անեմ։ Հուսով եմ հովն չի հայտնվի։ Թող գործս անեմ, ով թող։ Դու գործս անեմ, ով։ Ինչ ես ուզում, գնա ստից։ Ո՞վ է հանե ձեռը։ Հանել ես ձեռը։ Չեմ ասել, բայց բան չեմ արել։ Ասել եմ կարաս մի հատ ձեռը հանես թափտաս, նորից դնես, մեկա ոչ մեկ չի տենում, հանես թափտաս։ Հանե թափես տվե ձեռը։ Բայց ինքն է ասել է դաղալություն է։ Հիմա ինչ ասում եմ պետքա լսես անես։ Չեմ անի, լավ։ Հել դուրս ես եկի խաղից։ Դուրս ես մնացել խաղից վերջ հանել ես ձեռքդ։ Չենք լասում, էլի թխի, ձեռքդ դու։ Բայց կարելի է դաղալություն։ Նա ինքը դաղարություն չի արել, ինքը խաղ է խաղացել, ինքը քեզ չփոթացրել, հա։ Բայց կարելի է։ Հա, կարելի էր։ Կարելի է։ Դու եք արել ուրիշին ասեիր։ Ես գնում եմ։ Հիմա ինքը խաղ է խաղացել, ինքը քեզ չփոթացրել, դու հանել ես, չէ՞ ձեռքդ։ Հա, բայց Հա, всё, հանել, կարելի է։ Արի մի հատ գրկեմ, էլի, օրի մի հատ գրկեմ, խնդրում եմ, մի նեղացի ինձանից, մի Չէ, մի նեղացի, չէ։ Ես կդատել եմ, որ դու խապես։ Ես չեմ խապեն, ապերն է քեզ խապը։ Իրան անեք ուրեմն։ Ինքը հենց դեռ հանի հանելու ենք։ Պայմանավորվեցինք, չենք լացում, խաղն է, նայի տենց, գնա հովոյի մոտ։ Եվս մեկ երեխա դուրս եկավ, հեսա տեսեք ինչ եմ անելու։ Պատկերացնում եմ երեխաները ինչ սոված կլինեն, դրա համար Flash Express-ի համեղ հոթ-դոգներ եմ բերել ձեզ։ Վաու, նայեք ինչա կատարվելու է սա։ Վերցրա։ Բոլորդ կերեք, ձեզ ուժ ա պետք։ Flash Express Shop-ի հոթ-դոգները իսկապես շատ համեղ է եւ փորձել ա պետք։ Հեսա ես կվերադառնամ։ Սիրելի ծնողներ, ես ունեմ առաջարկ ձեր համար։ Ով ընդունեց առաջարկս, պարտավոր է իր երեխային գնա ու խնդրի, որ խաղից դուրս գա։ 20000 դրամ։ Ով ձեռքը առաջինը բարձրացրեց, նա էլ վերցնում է գումարը։ 40000 դրամ։ Չի վաճառվում։ 60000 դրամ։ Կարող է ձեր երեխան ուղակի խաղից դուրս է մնում, կարող եք ուղակի վերցնել այս գումարը 80000 դրամ։ Քիչ փող չի, է։ Կամ սանով եք դուրս գալու, կամ էլ ձեր երեխան պարտվելու է ու առանց ոչ մի բան գնաք, վստահ եք։ 100,000 ժողովուրդ 100,000 դրամ է գտնվում սեղանին։ Ես արդեն մնացածը տանում եմ գրպանս, վստահ եք, 100,000։ Ինձ թվում էր ես լավ առաջարկ եմ, բայց անում եկեք համաձայնվեք մեկը հետս։ Դուք ավելի ուրախ կլինեք, որ առանց գումարի գնաք տուն, հա։ Ձեր աչքերը ուրիշ բան է ասում, հաստատ։ Հենց հիմա վերցնում եք եւ ձեր երեխային հանում եք խաղից։ 120,000 դրամ։ Վերցրեք։ Պայմանավորվեցինք։ 120,000 դրամ, քիչ փող չի։ 140,000 դրամ արդեն մտածելու տեղիք եմ տալիս ձեզ, կարծում եմ։ Լավ մտածեք։ Քիչ-քիչ հետ եք գնում, չէ՞, արդեն հետաքրքրում է, չէ՞։ Վերջին առաջարկս 150,000 դրամ։ Ով առաջինը իր ձեռքը բարձրացնի, 150,000 դրամը իրենն է, բայց վերցնելուց հետո ետ քայլ չկա, արդեն վերցրել եք, պետքա ձեր երեխային վերցնեք եւ գնաք տուն։ 3, 2, 1 Վերցնող չկա։ Երեխեքին առաջարկի։ Ես աշկի ձեր երեխաներին առաջարկեմ գումար, եթե դեմ չեք։ Ձեր թույլտվությամբ ձեր երեխաներին կանեմ մի քիչ առաջարկներ։ Ծնողները գումարից հրաժարվեցին, բայց երեխաների մասին դեռ չգիտեմ։ Իհարկե ծնողի թույլտվությամբ։ Մի հատ գումար եմ առաջարկում, որը երեխաների համար բավականին շատ է։
20, 40, 50,000 դրամ։ Փարիզ գնալու համար շատ քիչ։ Բայց կարողա դու օրինակ մի ամի թողնում ես ձեռքը ու առանց սրա ես գնում ստեղից։ Ես 400,000 եմ հավաքի մենակով 50,000 ինչի սա պետք։ Ինչ հարուստ են հիմիկվա երեխաները։ Պատկերացնում ես հիմա մի ամի հանես ձեռքդ։ Ավելի լավ չէ գումարով գնայր, քո համար հեծանիվ առնեիր։ 3, 2, 1։ Երեխաները ոչ մի կերպ չէին ցանկանում հանձնվել եւ բոլորը շատ էին ուզում գնալ Փարիզի Disneyland։ Ֆինալիստներն ավելի քան 18 ժամը ինչ այստեղ էին, հավատաք ես Games-ի հենց առաջին փուլից սկսած։ Այդ իսկ պատճառով շատերն ուղակի հոգնել էին եւ անկախ իրենցից սկսեցին հանձնվել։ Եվ շատերը անկախ իրենց կամքից հանեցին ձեռքերը։ Այո, շատ համառ ու քաջ լինելու համար երեխաներից մեկը նույնիսկ հեծանիվ նվեր ստացավ։ Խաղում մնացին ընդամենը 4 հոգի։ Սիրելի մասնակիցներ, շատ քիչ է մնացել ավարտին։ Հիմա սրբում ենք արդյունքները, քանի որ ձեր աչքերը ես փակելու եմ։ Ձեզ լիքը անակնկալներ ասպասվում։ Ինչպես նախորդ անգամները, այս անգամ նույնպես բարձրախոսով դնելու ենք կենթանու ձեներ եւ ընդամենը ռեզիններով դիպ չենք երեխաներին։ Երդվում եմ խմյակը։ Այս խմյակն է շեմ վախենում։ Մինչ երեխաները շարունակում են խաղը, ցանկանում եմ հիշեցնել հուլիսի 19-ին Երևանում կայանալիք մանկական Summer Fest-ի մասին, որտեղ ես ելույթ եմ ունենալու իմ ամենասիրված երգերով։ Տոմսերը կարող ես ձեռք բերել Իդրամից կամ Տոմսարկղ.am-ից։ Արդեն չգիտեմ ինչ անեմ, ոչ մեկ դուրս չի գալի խաղից։ Մի հատ էլ բան կա։ Ժողովուրդ սլայմը։ Չվախենակ։ Հեռու գնալ է, չվախենակ։ Իսկական գործ է։ Չէ, իսկական չի, մի վախեցեք։ Ասում եմ դինամիկա չես հավատում ենք։ Հանգարց թողը։ Սլայմն է։ Ճիշտ է։ Էլի հովուն եկավ սկսեց խանգարել։ Դուք հաղթահարեցիք այս փորձությունը։ Պատվով դուրս եկաք տակից, լիքը մեծ մարդիկ չեն դիմանում այս ամեն ինչի, լուրջ։ Այստեղ օպերատորներից մեկը ասում ոնց որ թողել էր ձեռքը։ Չէ, բիմոտ բռնել է։ Պետքա հետ տանք կադրը նայենք։ Ամեն ինչ շատ արդար պետքա լինի։ Ուրա։ Ըհը, հանելա։ Լուրջ ասում քաշվում եմ, հիմա գնամ երեխային ասեմ դու խաղից դուրս ես մնացել, ինչ արած, սա խաղա, նա ձեռքը հանել է։ Չգիտեմ ոնց էս նորությունը քեզ հայտնեմ, բայց դու հանել ես քո ձեռքը, գիտես։ Հա, հանել էր։ Ահա որ ցավում եմ, չգիտեմ ինչ ասեմ, մի հատ արի քեզ ես գրկը։ Ամենացավոտ պահն է որ մի ամի ձեռքդ հանում ես։ Հանենք իրար հետ 3, 2, 1։ Որը տեսա դու նոր մեծ աղբեր ձեռք բերեցիր, այդ ես եմ մեծ ընկեր ունեցել, արի մի հատ պինդ փաթաթվեմ քեզ։ Բոլորդ հենց հիմա մեկնաբանությունների բաժնում գրում եք Էլոնա մենք քեզ շատ ենք սիրում։ Երեխաները դեռ չեն տեսել, բայց իրենց առջև գտնվում է հապշտապ խաղը, որը բոլորիդ վստահ եմ ծանոթ է։ Պետք է մտապահեն քարտերը եւ որ երեխան հավաքեց ամենաքիչ քարտերը, նա էլ դուրս կմնա խաղից։ Երեխեք պտտվեք, ունեք ուղիղ 15 վայրկյան, որպեսզի մտապահեք։ Ժամանակը Բայ, ձեռքը բաց թողեց, ստոպ, չենք խաղում, առանց խաղը խաղալու մեր գորը ձեռքը բաց թողեց, չգիտեմ ինչ ասեմ, էլ հապշտապ չենք խաղում երեխեք, գոր, մինչև ֆինալ հասել ես դուխով, Թող հաղթի ու եղագույնը ես խաղում։ ապրես դու, մի հատ ընկերներիդ գրկի հաջողություն մաղթի։ Վերջապես եկավ որոշիչ պահը։ Երեխեք միասին խաղալու ենք, հավատում եմ, չեմ հավատում։ Դուք ձեր առջև ունեք համարակալած 5 տարբեր տուփեր եւ ընդամենը 1 Փարիզի Disneyland-ի տոմս։ Խաղի իմաստը կայանում է նրանում, որ պետք է Փարիզի Disneyland-ի տոմսը դնեք այս տուփերից մեկի մեջ եւ ձեր հակառակորդը չի տեսնելու թե որ տուփի մեջ եք դնում տոմսը։ Հակառակորդը տուփի մեջ դնողին կարող է տալ ցանկացած հարց, որպեսզի գլխի ընկնի թե որտեղ է գտնվում տոմսը։ Խաղը սկսելու ենք հասարակ չինգաչունգից, որպեսզի հասկանանք թե ում աչքերն ենք փակելու, ով պարտվի իր աչքերը կապելու ենք եւ այն մասնակիցը ում աչքերը բաց են նաեւ որոշելու թե որ տուփի մեջ է դնում Փարիզի ուղևորության եւ Disneyland-ի տոմսը։ Գնացինք պատրաստ։ Չինգաչունգ։ Ըհն։ Ուրեմն Ռազմիկը հաղթեց Միլենային, դա նշանակում է, որ ամենաառաջինը Միլենայի աչքերն ենք փակելու։ Հետ հաշվարկ եմ անում, կարող եք միասին ձեռքերը հանել, քանի որ ձեզ էլ պետք չի ձեր ձեռքերը խաղի ընթացքում։ 3, 2, 1, հանում ենք։ Ռազ վերցրա Disneyland-ի տոմսը։ Միլենայի աչքերը փակում ենք։ Դաշտում ինչքան ծնող կա հետ է պտտվել, որ ոչ մեկ չհուշի։ Միլենա ջան, ժամանակն է հետ պտտվելու։ Իսկ դու կարող ես որի մեջ ուզում ես դնել տոմսը եւ ինչքան ուզում ես խառնել տուփերը։ Ես նույնպես հետ եմ պտտվում։ Հենց վերջացնես ասա։ Հեն Ռազ լավա քո մոտ ամեն ինչ։ Ավարտեցիր։ Կարող ենք պտտվել։
Գիտես չէ, եթե մի անգամից կռահեց որի մեջ է Տոմսը, նա ավտոմատ արդեն հաղթում է խաղը եւ ուղևորվում է Փարիզի Disneyland։ Ինչքան հարց ուզում ես կարող ես տալ Ռազմիկին։ Առաջինի մեջ է Տոմսը։ Չեմ հիշում ճիշտն ասած, այնքան ամխառն է ասել եմ մոռացի։ Լուրջ։ Չէ։ Չորրորդի մեջ է Տոմսը։ Ամեն մեկի մեջ է կարող Կարող ես վստահ որ առաջինի մեջ է Տոմսը։ 20%։ Քո կարծիքով ավելի լավ է ես ընտրեմ 5-րդ տուփը թե առաջին։ Տոկոսային հարաբերություններով են կռվում։ Ես sense բան չեմ տեսել։ Քանի տարեկան եք։ 12։ 12 տարեկան, երկուսն էլ 12 տարեկան ու ես ինչ խելացի եք, լուրջ ապշած եմ, երկուսդ էլ հիանալի եք խաղում, ես էլ չեմ խանգարում ձեզ, չեներգետիկ շիշը գրկած ուղղակի կհետևեմ ձեզ։ Այսինքն եթե ես լինեի գտնողը, քո համար առաջինը լիներ 20%, 5-ը 30%, ես որը կընտրեի։ Էդ է հարցը։ Ես 3-ը կընտրեի։ Որն ես ընտրում։ Առաջինը։ Առաջինը։ Արի բացենք իրար հետ։ Դատարկեր։ Դա նշանակում է, որ այս տուփը հեռացավ խաղից։ Հիմա կապում ենք քո աչքերը։ Քեզ տեսնենք ուշադիր կլինես։ Վերջ Միլենա, կարող ենք պատտվել։ Կանգնում ենք իրար առաջ։ Ահա, հերթը քոնն է հարցեր տալու, քեզ տեսնենք։ Երրորդի մեջ է։ Չեմ կարող ասեմ։ Իսկ եթե շատ ուզես ասես։ Եթե շատ ուզեմ ասեմ, կասեմ ոչ։ Օրինակ, առաջինը դու ես պահել, երկրորդը ես ու հիմա մնացել են այս 3-ը։ Դու որի մեջ կպահեիր։ Երկուսի։ Երկուսի, հաստատ։ Իսկ եթե երկուսն էլ չլիներ, Երկուսը չլիներ, արդեն բարձր որ 4-ի մեջ պետք է լինի։ խի 3-ի չէ։ Ես նենց եմ ընտրել, որ 3-ի մարզաշապիկի մեջ չկա ու ես 3-ը չեմ ընտրել։ Ամեն 3-ը դու ասել էիր, որ 3-ը հանում ենք։ Զգացիր ինչ ասեց։ Մնաց 2-ն ու 4-ը։ Լավ, վերջի հարցը, որը խորհուրդ կտայիր ընտրել։ 2-ը։ 2-ը խորհուրդ կտայ, ես 3-ն եմ ընտրում։ Արի իրար հետ բացենք։ 3, 2, 1։ Շնորհավորում եմ, դու հաղթողն ես Ռազ, դու մեկնում ես Փարիզի Disneyland։ Մի հատ բարձր ծափարում ենք մեր հաղթողին։ Ապրես կա։ Արի իմ մոտ, չենք տխրում, քանի որ դու գիտես ինչ մրցանակ ունես։ Նա ինձ, ճիշտ է, Ռազը մեկնում է Փարիզ, բայց դու նվեր ես ստանում PlayStation 5։ Բա, անձամբ ես իմ ձեռքով քեզ PlayStation 5 եմ նվիրելու այս 2 օրվա ընթացքում։ Всё, ուրախ ենք։ Ես ոնց կթողեի դու sense լացելով գնայր։ Երկրորդ տեղն ես ի վերջո հասել։ Ոնց ես։ Ինչ կա, չկա։ Ես շատ եմ սպասել մեր հանդիպմանը, որպես պատվավոր երկրորդ հորիզոնական, ես քո PlayStation 5-ը ոնց որ խոստացել էի։ Արի բացենք նայենք հələ։ Ես ուղղակի նվեր չի, ես քո վաստակացնա, որովհետև մինչև ֆինալ պատկերացնում ես 3 տարուքում ես երկրորդ տեղ։ Լավ խաղաս, բայց դասերի հաշվին չէ։ Հենց հիմա մեկտավանիչների բաժնում եկեք շնորհավորենք Միլենային եւ Ռազմիկին։ Իսկապես հիանալի խաղ էր։ Ռազմիկ, սա քեզ։ Նա ծափարում ենք բարձր։ Պատկերացնում ես Փարիզ ես մեկնելու գնաց Disneyland։ Ես լուրջ եմ ասում 12 տարեկանում կերազեի տենց բան լիներ вообще մեծ։ Նույնը PlayStation 5-ը։ Դուք երկուսդ ահավոր բախտավոր երեխեք եք ու շատ խելացի, որ մինչև ֆինալ հասել եք։ Շնորհակալություն շատ։ Բաժանորդագրվեք Կարոյի ալիքին։ Այո, ինչի համար։ Որպեսզի շուտառնանք 1 միլիոն բաժանորդ։ Այո, հենց հիմա միացիր ալիքից 1 միլիոնին բան չի մնացել։ Հուսով եմ վայելեցիր վիդեոն սկզբից մինչև վերջ, կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։